Ապրիլի 25-ից 27-ը Երևանում տեղի ունեցած Հայաստանի լողի մեծահասակների առաջնության գյումրեցի մասնակիցներն են, որոնք քաղաք են բերել 2 առաջին և 8 երկրորդ տեղերի մեդալներ։ Առաջի տեղ Հայաստանի ռեկորդով ունեցել ենք Չախոյան Աշոտ, որը այսօր Հայաստանի լավագույն լողորդն է համարվում։ Ունեցել ենք երկրորդ տեղ Վարոսյան Վլադիմիր, Սովարյան Արեգ և Խաչատրյան Մարի։ Խաչատրյան Մարի լողացած տարածությունը շատ բարդ տարածություն էր, 400 ամավիճ, գերազանց լողացավ, ցույց տվեց առաջի կարգին մոտ արդյունք։ Երիտասարդ լողորդները խոստանում են շարունակական դարձնել հաղթանակները, որոնք ինչպես իրենք են նշում միայն իրենց ջանքերի շնորհիվ չէ։ Զբաղեցրել եմ 2 երկրորդ հորիզոնական, դարձել եմ Հայաստանի մեծահասակների փոխչեմպիոն, գոհ եմ իմ արդյունքներից, մարզիչներս գոհ են ու ջանք չեմ խնայի, կաշխատեմ ավելի լավ, որպեսզի մնացած մրցումներին ավելի լավ արդյունք ցուցաբերեմ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մարզիչներից, որովհետև իրենց շնորհիվ է, որ հասել եմ այսքան արդյունքների ու հաստատ կհասնեմ ավելիին նորից իրենց շնորհիվ։ Երկրորդ անգամ մասնակցեցի մրցման մեծահասակների առաջնություններ, գոհ եմ արդյունքներից, ուզում եմ գերազանցել իմ արդյունքները։ Լողացել եմ 50-100-200 մետր թիկնալող։ Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ուսմասվար Հովհաննես Մելքոնյանի խոսքով մարզչական կոլեկտիվը գոհ է սաների գրանցած արդյունքներից։ Հայկական լողը միջազգային ասպարեզում դեռ կաղում է, բայց սաների պակաս աշխատելու արդյունքը չէ։ Մեր ցավոտ կողմը մեր Գյումրու միակ լողավազան ունենալը։ Երկրորդ լողավազանի արկայությունը թույլ կտա մեզ մրցակցություն ապահովելու։ Մրցակցության դեպքում բնականի արդյունքներն ավելի լավ կլինեն։ Թե մարզիչները, թե սաները խոստանում են անել ամեն ինչ այս սպորտաձևում Հայաստանի դիրքերը բարելավելու համար, բայց այս գործում պետական աջակցությունը խիստ անհրաժեշտ է։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։